Բարև ձեզ հարգելի պացիենտներ, պացիենտների հարազատներ եւ հատկապես հարգելի գոլեգաներ, այսօրվա դեպքը հետաքրքիր է լինելու թե պացիենտներին, թե հատկապես գոլեգաների։ Խոսքը գնում մի դեպքի մասին, երբ որ պացիենտը մեզ է դիմել, մեզ արդեն դիմել է գղտոցների պատճառով, որոնք խիստ նեխական տհաճ հոտ ունեն։ Հիմնական գանգատը դա է, ուրիշ գանգատ պացիենտի մոտ չկա, խիստ նեխական գղտոցներ։ Գղտոցները սովորաբար վտանգավոր նշան չեն, իսկ նեխական հոտովն էլ դեղով է խոստացել, որ մարդը պիտի գղտա ու դրանից վարդ մանուշակ բուրի, բնականաբար գղտոցը տհաճ հոտով է լինում, այսինքն կարելի է առաջին հայացքից առանձնակի մեծ կարևորություն չտալ այս գանգատին, իրոք, սա մեծ կարևորություն չունեցող գանգատ է, գղտոցներ տհաճ հոտով։ Հիմնականում լինում է կծկողական խանգարումների ժամանակ, մի խոսքով, բարդ բան չի։ Բայց ինչն է հետաքրքիր այս պացիենտի պատմության մեջ, որ ինքը 1 տարի առաջ, ուրեմն ունեցել է խոցի բարդություն, ստամոքսի 12 մատնյա աղու խոցի բարդություն։ Ու 1 տարի առաջ արված հետազոտությամբ պարզվել է, որ մեր պացիենտը միջին տարիքի տղամարդ, չգիտեմ ասեցի թե ոչ, որ մեր պացիենտը փաստորեն երկար տարիներ ունի խոց, բայց չունի ցավեր։ Այստեղ խոսք է գնում արդեն համր խոցերի մասին։ Եթե համր խոցերը հազվադեպ են հանդիպում, բավականին վտանգավոր կարող են լինել ինչ տեսանկյունից։ Եթե խոցը սովորական խոցային հիվանդություն է, բնական է տալիս է ցավային համախտանիշ, դիմում է բժշկի, արվում է գաստրոսկոպիա, բացահայտվում է եւ բուժվում է։ Ու դեպքերի մեծ մասում բուժվում է։ Իհարկե 12 մատնյա աղու խոցը ավելի հաճախ է հանդիպում, քան ստամոքսի խոցը, ստամոքսի խոցը ավելի վտանգավոր է, քան 12 մատնյա աղու խոցը։ Բուժման տակտիկաները այս երկուսի դեպքում հիմնականում նույնն են, թեև ունեն առանձնահատկություններ, կարող են ունենալ տարբերություններ։ Մի խոսքով, հիվանդ այս մարդու մոտ 1 տարի առաջ առաջին անգամ խոցը բացահայտվել է, երբ որ տվել է բարդություն։ Վիրահատական բուժօգնությունը ստանալուց հետո ամիսներ անց նորից հետազոտվել է, գաստրոսկոպիա արվել եւ ելի ունեցել է ստամոքսում խոց, 12 մատնյա աղիքում սպիական դեֆորմացիա, այսինքն ընդեղել է խոցերը, պարզապես այդ հետազոտության ժամանակ սպիական փակված է եղել։ Եվ այդ ընթացքում էլ այդ խոցի ժամանակ էլ ինքը ցավեր չունի։ Եվ հիմա անցեիկի հասել է մեր օրեր, մոտավորապես 1 տարի լրացել է։ Եվ այս 1 տարվա ընթացքում էլի ցավեր չունի եւ միակ գանգատը, որ պացիենտը ներկայացնում է, գղտոցներ, նեխական, տհաճ, գազերով, հոտերով։ Ինչ ենք անում, նո առաջի հերթին բնականաբար անցնում ենք սոնոգրաֆիայի, ես հիմա ցույց տամ, լույսը անջատեմ, որպեսզի պատկերը ավելի հասկանալի ու պարզ լինի։ Եվ այսպես, սոնոգրաֆիայի ժամանակ, ստեղ առաջի հայացքից տվող բան չի երևում, բայց մենք ուշադրությունը սևեռում ենք ահա այս տեղամասի վրա։ Սա ընդհանրապես ստամոքսն է։ Ու սա էլ ստամոքսա ելքի շրջանը կամ պրեպիլորիկ շրջանը, ստեղ գրել ենք ստամոքսի պատ, ահա ստամոքսի պատի հաստացում ունենք, մոտավորապես 1.6, այս մյուս նկարում այդ նույն պատկերն է, այսի ստամոքսն է, այստեղից անցնում է 12 մատնյա աղիք, այստեղից էլ գալիս է 12 մատնյա աղիք։ Ահա այս հատվածում տեսնում եք այս սև հաստացածը, այս սև հաստացածը դա ստամոքսի պատն է, որը այդպես չպիտի լինի։ Սա կամ բորբոքային այտուց է, այսինքն այստեղ գնում է կոպիտ, խիստ բորբոքում, կամ բորբոքային այտուց է, մոտավորապես 2 սանտիմետր, 2 սանտիմետր հաստության, սա այսպես չպետք է լինի։ Ու կես սանտիմ հասկանալի է, հա, բայց 2 սանտիմ, սա արդեն այս արանքն է ճեղքանման լուսանցքն է։ Այսինքն, եթե սա մի խողովակ որպես դիտարկենք, այս խողովակի մեջ այս բարակ անցում կա եւ այս էլ խողովակի պատերը, սա մի պատը, սա մյուս պատը։ Անհամաչափ հաստացումը, սա էլ է կարեւոր, որ անհամաչափ հաստացումը միանշանակ նշանակում է ախտաբանություն։ Այս էլ նույն է տեղամասը, մի քիչ ուրիշ կտրվածքի վրա, էլի հաստացում, էլի անհամաչափ հաստացում։ Ստեղից ինչ մտքի ենք գալիս։ Ստեղից գալիս ենք այն մտքին,
որ ըստ երևույթին process-ը այնտեղ շարունակվում է, process-ները բորբոքումը, պատի հաստացումը բերել են նրան, որ ստամոքսից արտահոսքը դժվարացած է, ուտելիքը նորմայում եթե պիտի 2-3 ժամվա ընթացքում դատարկվի ստամոքս, ամենաուշը, հա, կարա կես ժամում էլ, կարա 15 րոպեում էլ ստամոքսը դատարկվի։ Բայց եթե նորմայում ուտելիքը պիտի մի ժամում, 2 ժամում, լավ 3 ժամում դատարկվի, ըստ երևույթին մեր պացիենտի մոտ ինքը շատ ավելի երկար է մնում ստամոքսում, արդյունքում գնում է այդ ֆերմենտացիայի այդ նեխական process-ները եւ արդյունքում գղտալուց սովորականից տարբերվող ավելի տհաճ հոտով է գղտոցը դրսևորվում։ Այսինքն գղտոցը ոչ թե կերակրափողային կամ ստամոքս կերակրափողային կծկողական խանգարում է, այլ ստամոքսից ելքի դժվարություն կա, ուտելիքը երկար է մնում, կանգային process է զարգանում։ Սոնոգրաֆիկ մենք ստազ, գաստրոստազ չտեսանք, այսինքն լուրջ մեծ կանգային խնդիրներ կամ արգելք չտեսանք, բայց եւ այնպես, այսինքն ինչ է լինում, այսօր պիտի մարդ 3-վա կերած է, այսօր պետք է ամբողջությամբ ստամոքսում լիներ, այդպես չի։ Նրան այնպես չի, որ մի ամբողջ օր ուտելիքը մնում է ստամոքսում, բայց համենայն դեպս այնպես էլ չի, որ 3 ժամում դատարկվում է, 2 ժամում դատարկվում է, ըստ երևույթին ավելի երկար ժամանակատեղում մինչև ստամոքսում ուտելիքը միջև կդատարկվի։ Այսինքն միգուցե 6 ժամում է դատարկվում։ Դա հերիք է, որպեսզի նեխական գղտոցների ձևով պացիենտը դե ու մենք տեսնում ենք ակտիվ process։ Ես հիմա շարունակություններ ցույց տամ նկարների, հետաքրքիր կլինի, կարծում եմ։ Այս նկարում, այս նույն բանն է, այստեղ մենք լեղապարկից ենք արդեն մի կտոր տեսնում, էսի լյարդից մի կտոր, ну այս ամեն ինչը մեզ հետաքրքիր չի, էսի вообще-то բանն է, 12 մատնյա աղիքից է մի կտոր կամ բարակ աղիքից մի կտոր, մի խոսքով այս է մեզ հետաքրքրում։ Այս կտորը սա ստամոքսի պատ, ու այս սպիտակ տեսնում եք այս այտուցված պատի մեջ։ Այստեղ այդ նույն նկարը, նայեք, այստեղ այս նկարը, հիմա մի քիչ դաչիկը աշխատացնում եմ, սլաքով վերևում է այս սպիտակը, որը հաղորդակցվում է խոռոչի հետ։ Ուրիշ նկարների վրա ավելի լավ է, մի խոսքով էս ֆիքս է։ Սա էլ խոցային նիշան է։ Այսինքն սա հաստացած ստամոքսի պատն է, այսա, եւ սա խոցն է ստամոքսի մեջ, հիպերեխոգեն երևում։ Սա արդեն խորքում, սա խոցը։ Սա ստամոքսի խոցը, այսինքն հերիք չի, որ մենք ունենք process այտուցված, այլ մենք միատել տեսնում ենք խոցը։ Ընդհանրապես սոնոգրաֆիկ խոցը հազվադեպ է երևում, շատ հազվադեպ։ Ահա այս տեսակ պատի այտուց հաստացում պիտի լինի, որ մենք խոցը տեսնենք։ Այսինքն գրեթե չի երևում, լավ այդպես ասեմ, շատ հազվադեպ։ Դա էլ շատ փորձառու մասնագետների դիտարկմամբ հազվադեպ կարող են խոցը տեսնել։ Այս դեպքում խոցը երևում է, բայց քանի որ սա պատահաբար այդպես ստացվել է, որ երևում է, ես դա հատուկ զգուշացնեմ, հիմա չլինի մարդիկ զանգեն, ասեն ես խոց եմ կասկածում, գամ մի հատ սոնոգրաֆիկ տեսեք խոց կա թե չկա։ Խոցը նայվում է գաստրոսկոպիայով, սոնոգրաֆիայով չի երևում։ Բայց շարունակությունն էլ ստեղ տամ, բայց այս ամեն ինչով մեր կինոն չի ավարտվում, եւ այստեղ սա այդ հատվածն է, սա այդ հատվածն է, ստեղից ստամոքսը գալիս է, այստեղից անցնում է 12 մատնյա աղի, էսի մի պատ, էսի մյուս պատ, էսի լուցկանցք։ 12 մատնյա աղին էլ դեֆորմացված լուսանցքով, նույնը ստեղ գալիս է ստամոքսից պատ լուսանցք, անցնում է 12 մատնյա ու ինչ ենք տենում այս սև գիծը, այս սև գիծը ազատ հեղուկ է, սա լյարդն է, ահա, այս սև գիծը, սա աղիքի պատ չի, ազատ հեղուկ է, ազատ հեղուկ նշանակում է process-ը ստամոքսից անցնում է դեպի դուրս, այսինքն մենք ունենք ոչ միայն ստամոքսի ներսում process, այլ նաև process ունենք ստամոքսից դուրս։ Ինչ process-ի մասին է խոսքը։ Առաջի հերթին դա բորբոքային process-ն է, ծանր, լուրջ բորբոքային process-ը, որը դեղորայքով հնարավոր է լուծել։ Երկրորդ հերթին դա արդեն կարա լինի ոչ թե բորբոքային, այլ խոցը մի քանի բարդություն ունի, հատկապես ստամոքսի խոցը հակված է բարդանալ այսպես կոչված չարվորակացմամբ, կարա չարվորականա։
Իհարկե, դա եւս 100%-ով բուժելի հարց է, 100%-ով բուժելի հարց է։ Մանավանդ սկզբնական շրջաններում 2 րոպե, բայց դա արդեն վիրահատական բուժում է։ Վիրահատական բուժում, հետո լրացուցիչ դեղորայք, եւ բայց այնուամենայնիվ լուծում է, թե ժամանակին, օրինակ այս փուլում ինչ որ մենք ենք տեսնում։ Եթե սա պարզվի, որ այս ուղարկել ենք լրացուցիչ քննության, հա, հիմա այս պացիենտը լրացուցիչ քննությունից հետո էլի կանդրադառնամ ես այս հարցին։ Բայց այս կլինիկական դեպքի ուսուցողական կողմը որն է։ 1 տարի առաջ, երբ որ այս խոցը բացահայտվել է, դե իր բժիշկները բուժումն արել են ընդհանուր գծերով եւ ճանապարհել են վիրաբույժները։ Այնպես ինչպես պիտի անեին։ Նշանակել են հելիկոբակտերի դեմ բուժում, մետրոնիդազոլ ամոքսացիլին եւ սա ցածր դոզաներով։ Սրանով հելիկոբակտեր չեն բուժում, սրանով խոց չեն բուժում, բայց սա ավանդական հնուց եկած մոտեցում է, ոչ արդյունավետ։ Այսինքն եթե այդ պահին կյանքը փրկեցիր, շատ լավ, բայց այդ կյանքը պետք է առաջիկա 5, 10, 20 տարիների համար այնպես պլանավորես, կազմակերպես առողջական պաշտպանությունը, որ այդ 10-20 տարիների ընթացքում նորից չգա, ավելի բարդացած։ Ստեղ ուսուցողական կողմ հետևյալն է, որ կյանքը փրկելուց հետո տվյալ պացիենտի դեպքում մի քիչ բացի թողի էր մատնվել իր առողջական վիճակը, այսինքն պլանավորում առաջիկա տարիների համար չի արվել այս դեպքում։ Եթե պլանավորումները ես չեմ ասում ինչ որ մեկը կոնկրետ մեղավոր է, վիրաբույժը իր գործը արել է, գնացել է ստուգելու գաստրոսկոպիան, գաստրոսկոպիստը իր գործը արել է, բայց մի թերապևտ չի եղել արանքում, որ այս գործը վարի, այս դեպքը վարի, արդեն հետ վիրահատական շրջանում, արդեն խոցի բարդությունը հաղթահարելուց հետո։ Ու այդ թերապևտի բացակայությունը այս գործում բերել է նրան, որ մենք հիմա նորից կանգնած ենք խնդրի առաջ։ Իհարկե մենք հիմա խնդրեմը կլուծենք։ Իմ կարծիքով 100%-ով հիմնահատակ խնդրեմը կլուծենք։ Դա կլինի դեղորայքային թե վիրահատական ճանապարհով հարցի բոլորովին ուրիշ կողմն է։ Ինչ ճանապարհով է լինի, այս հարցը ես կարծում եմ մենք հիմնահատակ կլուծենք։ Ավելի մանրամասներ հետագայում այս դեպքի հետ կանդրադառնամ, բայց կարևոր կրկնում եմ ուսուցողական ուսանելի բան։ Հարգելիներս, կյանքը փրկելուց հետո այդ մարդու պետք է մտածել նաև, որ այդ մարդու կյանքը շարունակվում է։ Այդ մարդու առողջական խնդիրները կարան շարունակվեն։ Ու դրան պետք է լուծում տրվի, վերաբերմունք տրվի։ Ես չեմ ասում այն աստիճան, ոնց որ սովետական միության ժամանակ էր վիրահատությունից հետո նույնիսկ ուղարկում էին կամ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նույնիսկ ուղարկում էին սանատորիա։ Եթե սանատորիան նույնիսկ չի գնում, գոնե այդ պացիենտը պիտի անցնի թերապևտների հսկողության տակ եւ թերապևտիկ մի քանի գործողություն պետք է այստեղ հիմնահատակ լուծվի։ Եվ կրկին, եւս մի զգուշացում, ստամոքսի խոցը եւ 12 մատնյա աղոխոցը, դրանք իրարից տարբեր բաներ են։ Ստամոքսի խոցը ունի չարվորակացման մեծ ռիսկ, մեծ պոտենցիալ։ Դրա համար ստամոքսի խոցի հետ կատակ չեն անում։ Եթե ունեք ստամոքսի խոց, անպայման, բժիշկներին եմ ասում, ընթացք տվեք։ Դա չարվորակացման մեծ ռիսկ ունի, մեծ պոտենցիալ ունի։ Իսկ համր խոցերը, այսինքն երբ որ խոցը կա, բայց ցավեր չկան, նշաններ չկան, առավել եւս վտանգավոր են։ Դա նշանակում է այդ պացիենտը խոցի մասին իմանալու է միայն բարդության դեպքում։ Որն են բարդությունները։ Արյունահոսություն, թափածակում, ստենոզ, պենետրացիա եւ չարվորակացում։ Միայն այս դեպքերում է համր խոցով պացիենտը իմանալու, որ ինքը խոց ունի։ Դրա համար եթե մի անգամ միամիտ համր խոց եք բռնել, պոչը բաց մի թողեք։ Միջև վերջ համոզվեք, որ այդ խոցը լավացել է, օբյեկտիվ էնդոսկոպիկ զոնդերով, էնդոսկոպիկ մեթոդներով համոզվեք, որ այդ խոցը փակվել է։ Թե չէ համր խոցը կգնա, ու մեկ էլ բանը բանից անցած վիճակում նորից ի հայտ կգա։ Նու թերևս այսքանը այսօրվա պիծի մինուտ կան, հա, որոշել եմ այս առավոտվա թեմաները պիծի մինուտ կան անվանել։ Մի մասը կասի, ինչ ռուսական բառեր ես ասում, բայց չգիտեմ, եթե դեմ չեք, պիծի մինուտ կան անվանենք այս առավոտվա կլինիկական դեպքերի քննարկումը։ Այնպես որ թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։